Բարև ձեզ, Ֆակտոր TV հյուրը ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ քաղաքացիական պայմանագրի պատգամավոր Արման Եղոյանն է, ողջույն պարոն Եղոյան։ Հայտնի է դարձել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թուրքիա է այցելում հունիսի 20-ին, ներեցեք, Էրդողանի հրավերով։ Տեղեկությունը ազգային ժողովի նախագահն է հաստատել եւ մի հետաքրքիր պահել կար, որ Իլհամ Ալիևն էլ ամսի 19-ին է լինելու Թուրքիան, բայց այդ կոնտեքստին քիչ անց կանդրադառնանք։ Ինչու է այս այցը կարևորվում ձեր կողմից, Ալեն Սիմոնյանն ասում է պատմական այց է, ինչ է տեղի ունենա։ Դե կարևոր այց է նախ եւ առաջ այն պատճառով, որ երկկողմ այց է, այսինքն ոչ թե ինչ-որ միջազգային բազմակողմ հարթակներում տեղի ունեցող երկկողմ հանդիպում է, այլ հենց երկկողմ այց է։ Դուք գիտեք, որ արդեն քանի տարի է մեր պետությունների հատուկ բանագնացները բանակցում են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, գիտեք, որ մի շարք պայմանավորվածություններ էին ձեռք բերվել, որոնց մի զգալի մասը դեռ չէր, գետնի վրա դեռ չէր իրականացվել տարբեր պատճառներով, եւ այդ առումով շատ կարեւոր է հատկապես այս աշխարհաքաղաքական այս խառը իրավիճակում եւ հաշվի առնելով մեր տարածաշրջանում առկա ռիսկերը, կարծում եմ բացատրելու կարիք առանձնապես չկա, հատկապես քաղաքականությամբ քիչ թե շատ հետաքրքրվող մարդկանց համար, թե ինչու է այս այցը կարևոր է։ Այցի փաստը ինքնին, այո, ահռելի կարևորություն ունի։ Դա օրեր առաջ էլ փոխարգործնախարար Կոստանյանն հայկական պատվիրակություններին Թուրքիայի ԱԳՆ-ում եւ պարոն Եղոյան, հաշվի առնելով, որ նաեւ նախագահ Էրդողանն է հրավիրել Հայաստանի վարչապետին, սա ինչ է նշանակում, այսինքն այն հարցերը, որոնք դեռևս լուծում չեն ստացել, ասենք սահմանի բացում, օրինակ երրորդ երկրների քաղաքացիների դիվանագիտական անձնագիր ունեցողների համար, կարող են այս ընթացքում առաջընթաց գրանցվել։ Այս այցի բոլոր հարցերը, ինչու մենակ այդ հարցը։ Օրինակ այս երկուսը եթե տեսեք, ինչպես ասացի, այցը երկկողմ ձևաչափով է, սա նշանակում է, որ կան հարցեր, որոնք արդեն կարիք կա քննարկելու պետությունների ղեկավարների մակարդակով եւ ոչ մյուս մակարդակներում համաձայնեցված է, որ մյուս մակարդակներում իհարկե համաձայնեցված է, ասեցի արդեն եւ դա ընդունել են բոլորը, թուրքական կողմն էլ է դա ընդունել իրենց բանագնացի ուրեմն խոսքով պայմանավորվածությունները կային, սակայն բարձրագույն քաղաքական մակարդակում դրանք միս եւ արյուն չէին ստանում եւ այդ առումով կարծում եմ շատ պարզ է, որ հարցը ուրեմն հասել է բարձրագույն քաղաքական մակարդակի դատին եւ այդ առումով որոշակի քննարկումների կարիք կա, ինչն էլ որ տեղի կունենա։ Հարցը սահմանի բացման հարցը։ Դե ես չեմ կարող էլի հիմա ասել այս հարցը եւ այս հարցը ինչ հարցեր որ կան օրակարգում, դա մեկը սահմանի բացման, իհարկե պայմանավորվածությունը երրորդ երկրների անձնագիր ունեցողների եւ դիվանագիտական անձնագիր ունեցողների համար սահմանը բացելն էր, դեռ 2 տարի առաջ էր այդ պայմանավորվածությունը կայացել եւ այն ժամանակ հիշում եք Ադրբեջանը մեծ աղմուկ բարձրացրեց, այց եղավ, եթե կհիշեք, էլի Ադրբեջանի նախագահի այց եղավ Թուրքիա եւ թուրքերը այսպես այդ պայմանավորվածությունը, այսպես ասած, այո, արկախվեց, դա կարևորագույն հարցերից է Հայաստանի համար, չեմ կարծում, որ այստեղ որևէ մեկը վիճի, եթե որևէ մեկն էլ հանկարծ փորձի վիճել այս հարցով, փառքաստու կան արխիվներ, կա տեսագրություններ, կան լրատվականներ, որոնք կփաստեն, որ Հայաստանի Հանրապետության քաղաքական վերնախավի բոլոր ներկայացուցիչները, եթե բացի դաշնակցությունից մնացած բոլորը այս կամ այն փուլում արտահայտվել են Հայաստան-Թուրքիա սահմանի բացման օգտին, որովհետև այդ սահմանի փակ լինելը միայն ու միայն վնաս է բերում Հայաստանի Հանրապետությանը։ Ռոբերտ Քոչյանը իր վերջին հարցազրույցում ասում էր, որ իր տեսլականով Հայաստան-Թուրքիայի լավ հարաբերություն պետք է ունենա, այսինքն նույնիսկ նրա այսպես Դե լավ է, որ գոնե բայց չգիտեմ դաշնակցությունը ինչպես կխոսի։
եթե օրինակ սահմանը բացվի, լոլիկների գրող Հայաստան Դե սպասում է։ գիտեք ոնց է, դա էլի հերթական մանիպուլյացիան է, էլի դա բաց սահման չի նշանակում առանց վերահսկողության սահման, այսինքն հիմա մենք Իրանի հետ ունենք բաց սահման, ես միշտ այդ օրինակն եմ բերում եւ բառացիորեն վերջերս մենք մաքսատուրք սահմանեցինք իրանական ցեմենտի վրա, ինչու որովհետեւ այնտեղ դա շատ էժան էր եւ քանի որ ցեմենտը ստրատեգիական նշանակության ապրանք է եւ քանի որ մենք էլ ցեմենտ արտադրող երկիր ենք ու քանի որ մենք չենք կարող թույլ տալ որ մեր այդ ստրատեգիական արտադրությունը մեռնի, մենք մաքսատուրք սահմանեցինք, որ գները գան հավասարվեն իրար, որ այսպես մրցակցային պայմաններ լինեն եւ ինչպես հիմա ցույց են տալի իդեպ Իրանում ծավալվող հիշում եք, որ ասում ենք, բա որ մի դժվարություն լինի, բա որ մի բան լինի, բա որ օրինակ այնտեղ իրենք գիտեք սուբսիդավորում էին դա, նաեւ էժան գազի շնորհիվ էր, որ ցեմենտը էժան էր, բա որ հանկարծ այդ էժան գազը չլինի, բա որ սուբսիդիան չլինի, ու հիմա տեսնում եք, որ ինչ որ այնտեղ հասկանում եք process-ներ կան, որոնք կարող են ազդել դրա վրա, սա ուղղակի բան էլի, միջանկյալ դիտարկում այն ժամանակվա քննադատություններին ի պատասխան նույնը կարող է վերաբերել ցանկացած այլ ապրանքի ներմուծվող ցանկացած այլ երկրից ինչի մասին է խոսքը բա սահման կա սահմանապահ կա հասկանալի է մաքսային կարգավորումներ կան բայց դա ինչի համար է հոբան չի պետություն չի կարողանում իր սահմանները եւ մաքսակետերը վերահսկել կնեք դա հեչ պետություն չի հա էլի բաց սահման հո չի նշանակում որ ով ինչ ուզի կարող է բերել ու տանել նշանակում է կարող է բերել եւ տանել այն ինչ թույլատրված է բերել եւ տանել այն գնով ինչ որ թույլատրված է եթե այս մասը կոնկրետացնենք վարչապետը եւ Թուրքիայի նախագահը կքննարկեն նաև սահմանի բացման հարցը։ Վերնագրի համար եք հարցնում։ Այո, վերնագրի համար եմ հարցնում Կետ Արման Եղոյան։ Դա ես կնախընտրեի, որ ակնհայտ բաները որպես իմ կարող եք հա ասել, բայց դա ակնհայտ բան է, էլի ավելի հետաքրքիր վերնագրի։ Դուք հետո չեք բան, եկեղեցու չենք խոսելու, այնտեղ ավելի հետաքրքիր վերնագիր կարող են լինել։ Կարևոր հարց է կներեք ձեր կուսակրոնության թեմաների մեջ մի քիչ ուշ մեր կուսակրոնության, ես կուսակրոն չեմ։ Ձեր սադրած կուսակրոնության, հա, մեր կողմից արծարծվող։ Այդպիսի վերնագիր կարող են դնել մի խոսքով, նաև սահմանի բացման հարց կքննարկվի, իսկ որոշում կկայացվի, պարոն Եղոյան։ Ես դա որտեղից կարող եմ իմանալ, եթե դա քննարկելու են Թուրքիայի նախագահը եւ Հայաստանի վարչապետը։ Եթե հենա որոշում, եթե այդքան ակնհայտ լիներ ամեն ինչ, այդ հանդիպում ամեն դեպքում եթե թուրքական կողմը հրավիրում է, հրավիրել եւ ասել որ մենք շարունակելու ենք դա չափազանց դրական նշան է արդեն իսկ, որովհետեւ նշանակում է որ կա քննարկելու հարց։ Կան քննարկման հայկական եւ ասել մենք շարունակելու ենք փակփայել մի քիչ անտրամաբանական։ Հա, բայց այնտեղ այլ հարցեր էլ կան, էլի, սահմանից բացի հարցեր եկեք դրանց էլ։ Դե երկկողմ հարաբերությունների հաստատման հարցը կա։ Դիվանագիտական հարաբերություններ կարող են հաստատվել Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ։ Մենք գիտենք պաշտոնյաները այս ընթացքում շփվում են, բայց դրանք այսպես ասենք պաշտոնականացված լսեք, եթե մենք պիտի գնանք հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ, բա իհարկե պիտի լինեն դիվանագիտական հարաբերություններ, բայց չլինեն, բա հո միշտ հատուկ բանագնացների միջոցով չենք շփվելու, հատուկ բանագնացները դրա համար էլ հենց հատուկ բանագնացն են, որ հատուկ իրավիճակում հատուկ առաջադրանք են կատարում, ոչ սովորական իրավիճակում։ Եթե արդեն սովորական իրավիճակ լինի, բնականաբար պիտի լինի սովորական դիվանագիտական հարաբերություն դեսպանների մակարդակով կամ որևէ այլ դիվանագիտական աստիճան կարգության։ Այդ հարցը կքննարկվի ընդհանրել է պարոն Եղոյան։ Դե դուք քպեց եք ինչքան գիտեմ, երևի տեսեք, ես կոմունիկացնում են, չէ՞, ինչ է տեղի ունենալու, այնպես չէ, ակնհայտ հարցերը չի կոմունիկացվում, դա արդեն մեր քաղաքական հոտառությանը պիտի մնա, դա ակնհայտ հարց է, էլի, այսինքն պարզ է, բայց հիմա ես չեմ կարող պնդել, որ ահա այո, այդ talking point-ի մեջ կա այս հարցը եւ այս հարցը եւ այս հարցը։ Արդեն մի վերնագիր ասել եք, որ սա դե որտեվ դա չափազանց ակնհայտ հարց է, դա չի կարող չլինել, դա չափազանց ակնհայտ հարց է։ Իսկ այլ հարցեր, պարոն Եղոյան, սահմանի բացում, ինչպես նաեւ երրորդ երկրների քաղաքացիների դիվանագիտական անձնագիր ունեցողների համար բեռնափոխադրումներ օթով կա։ Օթով կա, ինչքան գիտեմ, եթե դա գործնականում կիրառվում է, միգուցե չի կիրառվում, որովհետև շահավետ չի։ Նկատենք դե իրենց մոտ խնդիր կա, այսինքն իրենց օթային տարածքով մեր
ավիափոխադրողները խնդիրներ ունեին մի պահ։ Ընտրարշավի ժամանակ կարծեմ դա Հա, փակեցին։ հետո կարծեմ դա հարցը լուծվեց։ Այդ հարցը լուծվեց, իսկ ցամաքով բեռնափոխադրումների։ Եթե սահմանը դա էլ արդեն անցանցվում է սահմանը բացելու հարցից, էլ իհարկե այդ հարցերն են բոլորը պիտի կարգվեն, այսինքն քննարկվեն, եթե երկաթգիծը առանձին երկաթգծի հարց։ Գիտեք, որ այնտեղ սահմանայում Ախորյան գետի վրա անի հայտնի միջնադարյան կամրջի վերանորոգման հարցը կարող է կարգվում, որը շատ ավելի լավ է, որի շուրջ ըմբռնումը շատ ավելի աշխատանքներ են կատարվել, ինչքան գիտեմ, հետազոտական երկու կողմից։ Խոսքով Կարս Գյումրի երկաթուղի վերականգնել այդ հարցը։ Այնտեղ կարծեմ շատ փոքր հատվածներ են, որ վերականգնման կարիք ունեն, մեծ հաշվով ինքը պատրաստի երկաթգիծը։ Կարծեմ հենց այդ սահմանի հատվածի տեխնիկապես չեմ կարող ճշգրիտ ասել, բայց չեմ կարծում, որ դա տեխնիկական առումով մեծ խնդիր լինի 20 կիլոմետր երկաթգծի բացակայության մասին։ Այո, եւ վերականգնման ենթակա կարող է սխալվում եմ։ Միգուցե ամերիկայման ենթակա ինչ-որ թարմացման, նորոգման միգուցե, բայց ամեն դեպքում գիտեք, կարևորը ոչ թե տեխնիկական դետալներն են, այլ քաղաքական ըմբռնումը։ Օրինակ դիցուկ վերջերս Հայաստան-Թուրքիա սահմանը բացվեց դեպի Սիրիա, Հայաստանից հումանիտար բեռների համար։ Դուք նկատեցիք ադրբեջանական այդ կիսապաշտոնական տելեգրամյան ալիքներում ինչ ահավոր մեծ ռեակցիա էր ուղղված Թուրքիայի։ Մեղադրանքներ Թուրքիայի, որ դավաճանեցիք, բացեցիք հայերին։ Այն աշճանի, որ Թուրքիայի նախագահի ուրեմն աշխատակազմից ստիպված դեզինֆորմացիայի դեմ պայքարի ստիպված եղան արձագանքել այդ մեղադրանքներին, ասելով, որ մենք դա կոմունիկացրել ենք ձեզ հետ դրանից առաջ երկրաշարժից հետո էր այդ նույն սահմանով հումանիտար բեռ գնացել, էլի ոչ այդ աստիճանի, ինչպես էս անգամ էր, բայց էլի այսպես ինչ-որ ձայներ էին լսելի, թե չգիտեմ, պետք չի վստահել, ասենք, իբր մեր քայլերին պետք չի վստահել, պետք չի այդքան բան անել, հա, հավատալ եւ այլն, այսինքն այդ լարվածությունը կար ամեն դեպքում Եվ այս այցը պիտի որ որոշակիորեն մեղմի այդ լարվածությունը եւ դա առաջին հերթին մեզ է պետք ու շատ լավ է որ հիմա այդ հնարավորությունը կա Իլհամ Ալիևն էլ է լինելու Թուրքիայում ամսի 19-ին, այնտեղ գիտեք, որ Ադրբեջանը ստանձնել էր թուրքական քաղաքներից մեկում մի թաղամասի վերականգնում այդ երկրաշարժից հետո եւ Ալիևը մասնակցելու այդ թաղամասի բացմանը հունիսի 19-ին է այնտեղ լինելու, մեկ օր առաջ քան վարչապետն է, այսինքն ես ուզում եմ իմանալ երրակողմ որևէ հանդիպում կարող է լինել։ Ես այս պահին որևէ բան ասել չեմ կարող ասել։ Չեմ ցանկանում գուշակել։ Գիտենք այն, ինչ գիտենք պաշտոնական հաղորդագրություններից։ Մնացածը գիտեք, նման բաները հաճախ կարող է ոտի վրա էլի որոշվեն։ Դուք այդպես մի պատկերացրեք, որ ինչ-որ երկար սեպագրերի վրա գրված է օրակարգ պրոտոկոլներով դա կազմվում է 7 ձևի, հա, քարի վրա փորվում է, այդպես։ Դե Ալիևը եթե գնում է Թուրքիա, անհնար է Էրդողանը ինչ հանդիպի հատկապես նման հասկանալի է, բայց դա մի օր առաջ է, մնացածը կարող է իհարկե տեսականորեն, բայց հիմա եթե սա էլ եք ուզում վերնագիրներ, խնդրում չդնեք, որտեղ Հա, որովհետև ես դա չեմ կարող հաստատապես։ Պարոն Եղոյան, լավ, սա վերնագիր չենք դնում։ Վերնագրային բան է դարձել։ Դե վերնագրերը դառնում են ինֆորմացիաներ, հետ ճշմարտության դաշրջանի խնդիրներից մեկն է։ Վերնագրերը դառնում են տեղեկություններ, որոնք շատ կարևոր են հանրության համար։ Բայց դա տեղեկություն չի, դա ենթադրություն, հենց այդ է խնդիրը։ Դրա համար չի դառնա։ Ուղղակի քանի որ, տեսեք, խնդիրը բնական որ իմ բերանից հնչած ենթադրությունը մեծ հավանականությամբ ընկալվում է որպես տեղեկություն, իսկ քանի որ ակնհայտ բան է, ես չեմ կարող չասել, դա էլ կընկալվի որպես իրավիճակին ընդհանրապես չտիրապետել։ Դա համար ես ձեզ խնդրում եմ որպես լրագրող զուտ զատել տեղեկությունը ենթադրությունից, տալ մաքուր տեղեկությունը որպես մաքուր տեղեկություն։ Մեդիա փորձագետ Արման Եղոյանին։ Պարոն Եղոյան, իսկ հայկական կողմի համար ընդունելի կլինի Թուրքիայում խաղաղության համաձայնագիր ստորագրելը, այո, Թուրքիային որոշակի դիվիդենդներ տալով, որովհետև այդպիսի համաձայնագրի ստորագրում որևէ պետություն եթե հյուրընկալի, դա իր համար կարող է հեղինակության
աճ նշանակել, իսկ Թուրքիան կներեք, որ միջնորդական տարբեր process-ներում կա եւ դա իր համար դրական կլիներ, բայց նաեւ Հայաստանը կստանա խաղաղության համաձայնագիր Ադրբեջանի հետ։ Ես ճիշտ ասած դրա մասին չէի մտածել եւ նման բան չեմ լսել, որ անկեղծ լինի։ Սա իմ մտքից է ծնվել այս հարցը։ Ես նման մտադրություն չեմ լսել, որ երբևէ իրենք նման մտադրություն հայտնած լինեն այն մարդկանց, ում հետ որ բանակցում են մեր կողմից, հա, այսինքն թե հատուկ բանագնացին մեր, թե վարչապետին, թե արտգործնախարարին, ես նման նարատիվ կամ ցանկություն կամ հուշում չեմ լսել, բայց գաղափար է, այսինքն կարելի է մտածել, լավ կլիներ, տեսեք, որ խաղաղության պայմանագիրը գործի նախ եւ առաջ, նախ ստորագրվի եւ գործի։ Բոլոր այն գործոնները, որոնք նպաստելու են խաղաղության համաձայնագրի ստորագրմանը եւ դրա գործելուն, պետք է ողջունել։ Մնացածը արդեն էլի ասում։ Կարևոր չի մայր քաղաքը որտեղ է ստորագրվում։ Իհարկե կարևոր է։ Իհարկե կարևոր է, բայց այդ կարևոր եւ ամեն ինչն է կարևոր քաղաքականության մեջ։ Ստորագրելը միգուցե անընդունելի է, որովհետեւ դա դրա համար էլ ասեցի, որ կարևոր է, այո, եւ որտեղ Բաքուն ստորագրող կողմերից մեկն է։ Այսինքն այդտեղ մի քիչ իրենց համար էլ համոզված են, որ Երևանում ստորագրելը կլինի խնդրահարույց, մեղմ ասած, բայց այլ մայրաքաղաքներ էլ կան, որտեղ ստորագրել, չստորագրելու հարցը էլի պիտի 1000 անգամ քննարկվի նոր, բայց այդ հարցի վերջնական պատասխանը կախված է այն հարակից դետալներից, որոնց մասին մենք շատ չենք կարող հիմա ծավալվել, հա։ Իսկ քան որ մենք տեսել ենք ամերիկյան կողմի այսպես բաց ուղերձները խաղաղության համաձայնագիր ստորագրելու անգամ նախագահ Թրամփի մակարդակով եւ Իլհամ Ալիևի հետ երբ որ շնորհավորում են անկախության օրվա կապակցությամբ տեքստի երևի մի զգալի մասը խաղաղության համաձայնագրի մասներ, խաղաղության գնալու մասներ, թեև Ադրբեջանին էր ուղղված, ամերիկյան կողմի միջնորդության ստորագրում հավանական համարում եք, այսինքն կա քննարկում բարենավարան այդ մասով։ Դա էլ չեմ լսել, եթե անկեղծ լինեմ, կներեք, որ շատ տեղեկատվություն Տեղյակ չեք իշխանության կուլիսներով ինչ է կատարվում։ Դե եթե դուք տեղյակ եք, դուք ձեր ներքին աղբյուրներով, չէ, դե կարող է չի կատարվում, չի որտեղ։ Ես ասացի չեմ։ Կամ կատարում է, չգիտեք։ Չէ, դե դա շատ նշանակալի տեղեկություն կլիներ։ Չեմ կարող ասել, ամեն դեպքում դա էլ է քննարկելի, այսինքն որևէ տաբու այդ հարցում այդ ուղղությամբ, հա, էլի մենք չունենք, բայց էլի կարծում եմ, այստեղ էլի կարևորը ոչ թե երբ խոսում ենք միջնորդական ջանքերի մասին, հա, կարևորը ոչ այնքան այդ ստորագրման մայրաքաղաքն է կամ քաղաքն է, այլ այդ ուղղությամբ դրված ջանքերը, այսինքն այդ ջանքերը չեն կարող աննկատ մնալ, էլի, այսինքն ստորագրման քաղաքով չի, որ ջանքերը նկատելու ենք բուն ջանքերի գործադրմամբ եւ եթե որպես դրա գին նաեւ պետք է դիտարկել համապատասխան քաղաքում կամ մայրաքաղաքում պայմանագիրը ստորագրելը, եկը դիտարկենք, ինչ խնդիր։ Եթե դրա ջանքերի գինը որևէ քաղաքում ստորագրելն է, կարելի է քաղաքականությունը մոտ համարում եք ստորագրումը մոտ համարում եք, որովհետեւ եթե ասեք այո, ես կասեմ, պարոն Եղոյան, այսինքն Ադրբեջանը հրաժարվել է համանդրություն փոխելու պահանջից։ Դե Ռոբերտ ջան, ես հիմա չեմ ուզում էլի ոչ մենք մաթեմատիկական երևույթներից էլի չենք խոսում, ասեք դե երկու անգամ երկու քաղաքականության մեջ ամեն ինչ ամեն օր փոխվում է։ Դուք ու ոչ միայն մեր հարաբերությունները, նույնիսկ գերտերությունների հայտարարություններում դուք կարող եք տեսնել, ասենք բացեք, չգիտեմ, 1 ամսվա կտրվածքով, 3 ամսվա կտրվածքով ինչ որ հայտարարություններ նայեք, որևէ պետության արտաքին քաղաքականության պատասխանատուի։ Հիմա դուք չեք անում, չէ՞, այդպես։ Չեք անում, չէ՞, բացում ասում, 3 ամիս առաջ սա էր ասում, բա ինչի է հիմա դա ասում, դա ասում, որտեղ աշխարհը փոխվել է։ Իրավիճակն է փոխվել, այսինքն։ Իսկ եթե իմ հարցին պատասխանեք, պարոն Եղոյան։ Ձեր հարցն է հետեւյալը, ասում եք, եթե ասեք մոտ համարում եք, դրանից պիտի հարց բխեցնեմ։ Արդյոք հրաժարվել է։ Ես դա չեմ կարող ասել։ Հրաժարվել է թե չի հրաժարվել, բայց հնարավոր համարում եմ, չասեմ մոտ, բայց իրատեսական եւ հնարավոր համարում եմ։ Բխում ձեր այդ գնահատականը, պայմանագրի ստորագրումը։ Դա բխում է այն ընկալումներից,
այն ընկալումներից, որ ես անձամբ զգում եմ միջազգային դերակատարների մոտ, թե տարբեր ձևաչափերում նոր ենք մենք գործընկերների հետ վերադարձել Բրյուսելից, մինչև այդ ես գտնվում էի Վարշավայում, Եվրոպական միության խորհրդարանների եվրոպական հարցերով հանձնաժողովների համաժողովներ, ավելի քան 35 պետության խորհրդարանների եվրոպական հարցերով հանձնաժողովներ էին այնտեղ ներկա, ես էլ ելույթով հանդես եկա, բնականաբար ինչ-որ արձագանք ստացա գործընկերներից արդեն ոչ Եվրոպացիներից։ Հա, այնտեղ միայն եվրոպացիներ, այսինքն միայն ԵՄ անդամ եւ անդամության տեխնացու երկրներ են եւ գումարած Հայաստանը, որպես հրավիրել կողմ, արդեն մենք 4-րդ անգամն է մասնակցում ենք այդ ձևաչափով, բնականաբար խոսում ես մարդկանց հետ, ովքեր ներկայացնում են իրենց պետություններում շատ դեպքերում իշխող մեծամասնությունը, շատ դեպքերում, ասենք, արտաքին քաղաքականության վրա ազդեցություն ունեցող դերակատարներ են, դիցուկ օրինակ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև շուտապույտ համաձայնագիր ստորագրելու դրույթը վերջնական բանաձևում մցվեց Ֆրանսիայի եւ Գերմանիայի մեր գործընկերների կողմից։ Դա կոչ է Ադրբեջանի եւ Հայաստանի ստորագրել համաձայնագիրը։ Այո, մենք գիտեք շատ չպնդեցինք, որ այդ կոչը միակ, քանի որ մենք հրավիրալ ենք այդ ձևաչափում, ասենք ԵԱՀԿ-ի, ԵԽԽՎ-ի նման մենք լիիրավ անդամ չենք այդ ձևաչափում, մենք հյուր ենք որովհետև այնտեղ լիիրավ անդամներ են, ուրեմն ԵՄ անդամները կամ անդամության տեխնացու պետությունները։ Մենք հյուր ենք, այսպես դիտորդի կարգավիճակով ենք ավելի շատ այսպես բան չարեցինք, էլի մեր գործընկերներին ոչ է սա այլ գրենք, նայել գրենք, մանավանդ որ բուն քննարկմանը մենք ներկա չէինք լինելու, բուն բանը դա քննարկվում է ուրեմն բյուրոյի նիստում Եվ այնտեղ երբ հակադարձում լիներ, դիցուկ որևէ ԵՄ անդամ պետության կողմից, իրեն հակադարձողը ես չէի լինելու, այլ մեր գործընկերը, ով դա առաջարկել էր, եւ ես չուզեցա իրանց այնց անհարմար դրության մեջ դնեմ, որ մեր անունից փորձի բանանի, հա, այլ դա հարմարացրեցինք իրենց նաեւ տեսլականին, բայց դա շատ կարեւոր էր, որտեղ դա ի սկզբանե չկար։ Իսկ Ադրբեջանում նման մեսիջները ո՞նց են ընկալում։ Դա ճնշում են ընկալում իրենց վրա, որ հայկական կողմը տեսեք լոբինգ է անում եւ մեզ ուզում է ճնշել։ Բայց բան չկա այդտեղ, նա ճնշում ասված է նայած։ Նրանք շատ սուր են ընկալում երրորդ կողմերի ներգրավումը այս process-ում։ Բա աշխարհը ո՞նց է։ Բա աշխարհն այդպես է, սուր ընկալեն, չընկալեն, բա դա է աշխարհը։ Աշխարհը բազմակողմ հարաբերություններ է, որտեղ քեզանից ու դիմացինից հետ բացի մնացած բոլորը երրորդ կողմ են, չէ՞։ Այսինքն եթե այդպես լինի, բայց ինչի համար են միջազգային հարթակները, ուրեմն միջազգային կազմակերպությունների վեհաժողով, այլ ինչի համար են այդ ամեն ինչ, այսինքն ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն, ԵԽԽՎ-ն, Եվրոպայի խորհուրդը, մյուս կառույցները իրենց անդամակցած այլ կառույցներ ուրեմն չմիավորման, այնտեղ ալյանսներ կան, չգիտեմ։ Բան հասկացա։ Եկեք տեսեք, երբ որ կարծում եմ դա անցալվում է որպես, գիտեք, որպես միջազգային խոսույթ։ Հասկացա, պարոն Եվ որոշակի ազդեցություն ունենում է։ Երբ որ Նյու Յորքում Նիկոլ Փաշինյանը եւ Էրդողանը հանդիպել էին եւ թուրքական տանը, դուք տեսնում եք Հայաստանում իհարկե ընդդիմությունը հատկապես շատ սուր է տանում այդ հանդիպումները, ասենք յուրաքանչյուր նկար կարող է մեկնաբանվել, ասենք որ վարչապետը այսպես էր նստած եւ ոչ այսպես կամ ձեռքը այսպես չէր, այլ այսպես էր։ Մակերեսային կներեք դա մանկապարտեզային երեխայական դա լուրջ խոսակցություններ չի։ Էրդողանի գիրքը գրկած էր, ուրեմն թրքացած էր եւ այ Հայաստանի իշխանություն չերեք խոսում չի ասել։ Էրդողանի ասեք դա լուր դա ես ուրիշ հարց եմ տալիս, դուք ախր հարցը չեք լսում։ Լավ ասեք, ախր Բարեկան, ինչու է Հայաստանի իշխանությունը այդքան ձգտում այս երկու հարևանի հետ հարաբերությունների կարգավորել։ Մենք իհարկե Իրանի այս իրադարձություններից կխոսենք, բայց ձեր համար կարևորությունը ո՞րն է, այսինքն դուք ինչից եք եկել այդ եզրահանգման, որ պետք է գնալ կարգավորման ներսում արժանանալով թրքամետի, դավաճանի, ադրբեջանացերի եւ արժանանալով դետում կողմից, այդ դաշնակցության կողմից։ Չեք դուք կողմից դաշնակցության կողմից։ Ես նկատում եմ վերջերս շատ ակտիվ եք սոցիալներում։ Ում կողմից է դաշնակցականների ու իրենց հետևորդների կողմից։ Այսինքն ամբողջ կյանքները թուրքերի հետ համագործակցածների կողմից, այսինքն երեք էլի։ Ասենք այդ կուսակցությունը ստեղծման օրվանից, ստեղծվել թե չի ստեղծվել, սկսել է թուրքերի հետ համագործակցել։ Ստեղծման օրվանից։
Էս նորա, էս վերջի էս հայ-թուրքական պրոտոկոլների ժամանակ, որ ասում էին բան։ Այն ժամանակ էլ չէին ասում, չէ, բա նախագահ Միզիչի հիշում եք, նախագահ Միզիչի պահանջում էին արտգործնախարարի հրաժարականը, քաղաքականություն տանողի հրաժարականը չէին պահանջում, չէ՞։ Հայ ով է բանակցողը։ Արտգործնախարարը հələ այն ժամանակվա հիմիկվա էլ, բայց այն ժամանակվա սահմանադրությամբ առավել եւս արտգործնախարարը ուրեմն կատարում էր հանրապետության նախագահի այդ առումով հանձնարարականները բան, շեղված լինել, հավաքվել էին, ասենք բան, հիշում ես շատ լավ եմ, նախագահ Միզիչի, բայց պատրաստում պահանջում էին Էդվարդ Նալբանդյանի հրաժարականը, ինչ են խոսում ընդհանրապես, այսինքն ինչ են իրենք առաջարկում, մենք ընդհանուր 4 հարևան ունենք ոտից գլուխ, ինչ են առաջարկում, իրենց առաջարկը ո՞րն է, բանում այս Իրանի դեպքերից հետո տեսա Facebook-ում բան էր պատտվում, մի հատ քարտեզեր պատտվում, որտեղ ցույց է տրված կարմիրով այն տարածքները, որտեղով օդանավեր չեն թռչում։ Այսինքն ամբողջ միջազգային թռիչքների մասին է խոսքը, ամբողջ Ռուսաստանի հարավը, Ռուսաստանը, ամբողջ Իրանը ու մեջտեղը մնացել է մի նեղ, այսպես նեղուցի նման, օդային նեղուցի նման, Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, դա աշխարհի համար դա շատ նեղ տարածություն է ու շատերը այդ կիսադաշնակցական կամ դաշնակցական մտածելակերպով ասում են էս էիք ասում խաղաղության խաչմերման բայց դա մնացել միջազգային թռիչքների համար այս մեր տարածաշրջանում այդ մի հատվածն է մնացել բա դա կարևոր չի իրենց կարծիքով այսինքն այս երեք պետության տարածքն է մնացել ավելի կոնկրետ ուրեմն Վրաստան Հայաստան կամ Վրաստան Հայաստան չէ երեքն էլ չէ ինչի Վրաստան Հայաստան կամ Հայաստան Ադրբեջան կամ Վրաստան Ադրբեջան այս երեքից երկուսը պիտի համաձայն լինեն հասկանում եք այդ թռիչքներին բա դա կարևորություն չի բայց այդ պայմաններում ինչ պիտի անենք ինչ պատերազմի քարոզ պետք է անենք ասենք եկեք էս էլ փագենք ոնց են այսինքն այդ նույն միջազգային դերակատարների վերաբերմունքը ոնց են էլ իրանք պատկերացնում այդ դուք ներսից ճնշում եք ձեր վրա ազգում որպես Հայաստանի իշխանություն Թուրքիայի եւ Ադրբեջանի այդ հարաբերությունները նորմալացման գնալու թե աջակցություն եք զգում այդ ձեզ որ փողոցում տեսնում եք եթե դուք իհարկե փողոց դուրս գալիս եք պարոն Եղայան քաղաքացիներն ասում են բայց կարծիքով ոնց եմ հասել ձեր տաղավը քաղաքացիներն ասում են օթային միջազգային չէ դա ախր պետք է այդ նարատիվները ասեք քանի թեմայով խոսակցություն գնաց էլի այդ կան էլի մի երկու հոգի տենց ոչ բարով այ փողոց դուրս գալ բասես տենց էլ խոսում են, ասենք նայում ես հալ չկա էլի վրեքները, ոչ քաղաքական իմաստով, ոչ ֆիզիկական իմաստով։ Կներեք էլի փողոց դուրս գալը, ասենք ինձ թվում է ինչ։ Ես հիմա իմ կյանքի ամենա այն ինչ ասեմ, ոնց ձևակերպեմ, քաղաքականապես ամենակաշկանդված հա ազատությունների ես հիմա ամենաքիչն եմ օգտվում իմ ազատություններից ընդհանրապես իմ կյանքի ընթացքում ինչքան ազատություններ ունի չէ մարդու եւ քաղաքացու համար սահմանված ազատություններից եւ դրանից էլ մի կողմ եղած ինչ որ կա ինչ որ մենք տեսնում ենք ես հիմա ամենաքիչն եմ դրանից օգտվում այ որ պաշտոնյա չլնեմ նույնիսկ հանգիստ կարամ օգտվեմ իմ ազատություններից եւ օրենքով սահմանված եւ օրենքով որոշ դեպքերում չսահմանված, այսինքն դա ինչ է, ինչ նարատիվ են տանում, որ մի բան էլ հələ դուք էլ կարեք թե բա եթե իհարկե կարողացել եք բան հայ հասկացանք էլի դա չի կարելի այդ չի կարելի էլի այդ հեքիաթային բաներում այդ հարցս ավարտեմ ստեղծում են ինտերնետային իրողություններ, ինտերնետային բան հետ ճշմարտության այդ բանը պսևդո իրականության ասես միջավայր են ստեղծում իրանք սկսում են հավատալ դրան հետո զարմանում են թե ինչի ուրիշ մարդիկ դրան չեն հավատում խնդիրը արդյոք դա մեր հանրության մեջ կա արդյոք նյարդ այդ թեմանով իհարկե կա ձեզ աջակցում է թե քննադատում նայած գինը շատ էական է նայած մենք ոնց ենք դա դուք քարտոզման տակ եք գնում այս կարգավորումներին թե աջակցություն ունեք այն էլ կա նայած որ քաղաքացիները ինչ ակնկալիքներ ունեն նայած ով ինչ պատկերացումներ ունի կներեք այսինքն եթե մեկը պատկերացնում է որ մենք պիտի շարունակենք գտնվել շրջափակման մեջ կամ պիտի շարունակենք ցանկանալ գտնվել շրջափակման մեջ այդ մարդը ով տենց է ասում ինքը իր անձնական կյանքում այդպես է մտածում
Օրինակ ինքը իր անձնական կյանք, օրինակ իր մարդով ունի օրինակ հողամաս, հա? Կուզենա որ իր հողամասը գտնվի շրջափակման մեջ օրինակ, ով ունի տուն։ Կուզենա որ իր տան շքամուտքը, ասենք, փակված լինի։ Չի ուզենա, բայց կուզենա տնից դուրս գալուց հպարտ կեցվածքով քայլի, որ հարևանները խոնարհվեն իր առաջ։ Դե ախր լսեք, այդ հպարտ կեցվածքով խոնարհվել այսօր աշխարհում մենք հիմա այդ ասպետական դարում չենք ապրում, էլի, ոչ մեկ որ այդ դարերը ինչ խոնարհվելու մասին է խոսքը։ Այսօր մենք ապրում ենք մի турբուլենտ աշխարհում, որտեղ պետության կենսունակությունը պահպանելը արդեն իսկ մեծ ձեռքբերում է, որովհետև շատ պետություններ տեսնում ենք հենց մեր տարածաշրջանում խնդիր ունեն դրա հետ կապված, ինստիտուտների կենսունակության հետ կապված։ Մի հատ մարդիկ թող համեմատեն իրենց ժամանակների հետ, ոչ թե գրքերի մեջ մնան։ Տեսնեն ինչ է կատարվում իրենց շուրջը եւ ինչ բարդ աշխարհքաղաքական պայմաններում են գործում իշխանությունները, ինչ բարդ խութերի քանի կողմից կան այդ խութերը, ոնց ենք մենք այդ նավը այդ խութերի մեջով փորձում պարզատ բևոտ ուղիղ քշենք, ուղիղ իրանց ասացի նման, այսպես ուղիղ գծով պարզա կտանք այդ խութերին կջարդենք նավը։ Իրականում եթե Իրանից Պապիկի խոսափես, բապիկի մի քիչ աչանես, մի քիչ ձախանես, փորձես հասկանալ։ Երկար շարունակվի Իրանում, մենք սահմանի խնդիր ենք ունենալու հարավից եւ եթե Թուրքիայի հետ սահմանը բացվի։ Այսինքն դա պիտի ես ասեմ։ Չէ, դե Դա պիտի ազգային ժողովի, հանձնաժողովի նախագահը, այդ պրիմիտիվ բան, պրիմիտիվ բան է դա, չգիտեմ։ Ես այսօր կրթության նախարարին հենց այդ մասին էի հարց տալ։ Այսինքն մենք դպրոցում երեխաներին սովորացնում ենք մտածել ընդհանրապես։ Թե ուղղակի ասում ենք այս ինչ պատերազմը եղավ, այս ինչ թվին։ Այս թվին սկսվեց, այն թվին վերջացավ, որտեղ վերջում գրում է, ասում է ապրես 5 ես ստանում։ Դուք միջազգային հարաբերություններ ուսանողի տեսանյութ եք տարածել ձեր բարեփոխումների արդյունքը, պարոն Եղոյան։ Դե այդ ինքը հիմա արդեն չի ընկել, էլի մեր բարեփոխումների տակ, ինչպես երևում է։ Ձեր բարեփոխած Չէ, չափանիշներից այդ չափորոշիչներից առաջ ենք եղել աշակերտ։ Կյանքը բաժանվում է միջև չափորոշիչները եւ հետո։ Բայց չափորոշիչները տեսնում եք ինչ կատաղի դիմադրությամբ են ընդունվում։ Չէ, ասում են, չէ, ֆիքսված է ամեն ինչ, ասում են պատմության մեջ, ամեն ինչ ֆիքսված է, վերջ։ Մինչև այսօր նայում ենք, ասենք նույնիսկ պատմիչների մոտ շատ տեղերում հերրակավեճ կա, հերրավոր 5-րդ դարում, ել չասած ավելի ուշ միջնադարում։ Կան հոգևոր պատմիչներ։ Մեր հասարակագիտության նայում եմ, էլի, չեմ ուզում անուններ տալ, նայում եմ հասարակագիտության, այսօր նույնիսկ ֆիզիկայի մասնագետները այդտենց վստահ չեն խոսում, ասենք օրինակ Նյուտոնի ժամանակվա ֆիզիկայի մասին, որովհետև օրինակ Էյնշտեյնը շատ բան փոխեց Նյուտոնի ֆիզիկայի մեջ։ Այսօր արդեն Էյնշտեյնի ֆիզիկայի մեջ է շատ բան փոխվում, նոր հայտնագործությունների բերումով, այնքան բան է փոխվում, այսինքն նույնիսկ բնական գիտությունները ներկայացնող մասնագետները այսօր շատ զգուշ են հաստատական բաներ պնդում, որ սա է ու վերջ։ Բայց այլ մնաց հասարակագիտությունը, որտեղ մենք գործ ունենք ոչ թե մի օբյեկտիվ իրողության հետ, այլ գործ ունենք փաստի իրավիճակի հետ, որը կարող է ունենալ տարբեր մեկնաբանություն։ Փաստի մեկնաբանություն, հիմա այդ դարաշրջանում ենք նաև ապա։ Հա, ու այդ մեկնաբանություններն են նաև ստեղծում հանրային միալնյարդ, պարոն Եղոյան, եկեղեցականների հետ ձեր վեճը կամ բանավեճը 5-րդ դար գնացիք 5-րդ։ Այո, միանգամից։ Իդեպ պատմագրությունը շատ ազդեցություններ կրել այդ թվում հոգևոր ոլորտի եւ այլն, բայց եկեք չգնանք էլի, այո, շատ մեղմ ասած։ Չէ, ինչի գնանք։ Եթե ոչ պատմենք։ Չէ, ինչի գնանք։ Բայց հարցս ավելի։ Ինչի գնանք, էլի ուզում են իրանք էլի ինչի գնանք։ Եկեք արդիական հարցից, տեսեք, Վարսաշճան եկեղեցականների հետ ձեր այս բանավեճն էլ է հաջող դիտարկվում Թուրքիայի եւ Ադրբեջանի համատեքստում, որ 7-ը եր գիտեն, 7-ը ուղերձ եք հղում Էրդողանին եւ Ալիևին, որ տեսեք դուք ում հետ խնդիր ունեք, այս ռևանշիստ եկեղեցականների հետ, որ ուզում են Արցախ վերադարձնել եւ այլն, մենք էլ խնդիր ունենք, այսինքն մենք չենք կիսում նրանց քաղաքականությունը, ըստ էության նրանց տեսակետը պաշտոնական տեսակետ մի դիտարկեք, ճիշտ եմ հասկանում, որ նաև այս նպատակով է սկսված բանավեճը, որը վարչապետը այսօր շատ դաժան բառապաշարով շարունակեց։ Ընդհանրապես ճիշտ։ Բայց եկեք ճիշտն ասենք, մի քիչ կա ամեն դեպքում այդ ընդհանրապես զրո։ Դա մեր ներքին խոսակցությունն է։ Դա մեր ներքին խոսակցությունն է եւ այդ խոսակցությունը կներեք, կար նաև մինչև ընդհանրապես Թուրքիայի եւ Ադրբեջանի հայտ գալը։ Ինչպես շատ դիպուկ նկատեց ոչ բարով Արշակ
չգիտեմ ինչան եպիսկոպոսը վերջերս, հիշելով Պապ Թագավորին։ Այդ Պապ Թագավորը ում շահերն էլ առաջ տանում կներեք։ Ով սպանեց Պապ Թագավորին, պարոն Եղոյան։ Հռոմեական ագենտուրան իրանց բաներով, ով սպանեց։ Դե վարչապետն իրեն Եթե իրանք ու Արշակ այդ եպիսկոպոս Արշակը, չգիտեմ ազգանունը ոնց է, ասում է, բա ինչ եղավ Պապ Թագավորի հետ, թող էլ հիշեն։ Այսինքն դու մա հաթաթա տալիս, դու մա, այսինքն սպառնում կամ ինչ եղավ։ Հռոմեական ագենտուրան սպանեց իրան Հայաստանը։ Հռոմեական ագենտուրան։ Ինքն էլ է գովելի բան է տեղի ունեցել, լավ բան է տեղի ունեցել, ուրախացել է Արշակ Սրբազանը, որ Պապ Թագավորին հռոմեական ագենտուրան սպանել է։ Լավ բան է եղել, չեմ հասկանանք էլի։ Ինքն էլ է այդ մերօրյա հռոմեական ագենտուրայի ներկայացուցիչ Հայաստանում, ինքը Միքայել Աչապահյանն, Բագրատ Գալստանյանը կարող է իրանք էլ են մերօրյա հռոմեական ագենտուրայի ներկայացուցիչներ, չնայած բանը Բագրատ Սրբազան այդ Գալստանյանը ասեց, որ իմ հետ կապվում են աշխարհի տարբեր վերլուծական կենտրոններից քան ուրախացել դե վերլուծական էլի վերլուծական կենտրոնից կապվում են ասում են ձեր իշխանությունները վատն են հանեք իրանց բան աշխարհ քաղաքական կենտրոններից Ստենֆորդից են կապվել Ստենֆորդինը չէ Ստենֆորդից դժվար Ստենֆորդը իրանց բանը այնտեղ հաստիկային կադր ունի Ստենֆորդը բանը, հա, ու ասում են ասել են, իրանց ասենք ես զարմանում եմ էլի, ես ապշում եմ, ասենք փոխանակ ամաչի կամ ված գա, որ ինչ-որ աշխարհ քաղաքական կենտրոնից մեկը կապվել է իր հետ, ասում են հեռաձայնում են, ասում են դուրս եկեք ձեր իշխանություններიდან, մեծ ուրախ ասում է, փոխանակ հայհոյի այդ զանգողին, ասենք հեռախոսը դնի, ասի իմ հետ sense մարդիկ են կապվել, ես նրանց հայհոյել եւ այսպես ասած ճանապարհել եմ հերու, բայց անկախ այդ սրիկաների այդ զանգերից եւ այլ ես ունեմ այս դիրքորոշում ասում եմ դե ինձ զանգել ասել են ինձ մի քանի տեղից են պատկերացնում եք ինչ բանա որս է գնում հատուկ ծառայությունների կողմից ինչ որս է սկսել որ մի քանի դուք լինեք դա որս կգնա բանը դե լավ էլի դե Ռոբերտ ջան մտ աշխարհին նայեք էլի աշխարհին նայեք ապրում ենք այս ինչ թվում չեք տեսնում ինչա կատարվում տեսնում ենք ոնց է Իսրայելը Իրանի ռազմական վերնախավին վերացրել եւ ում նշանակում են նրան էլ է վերացնում հա չէ բայց մենք ագենտուրնի որսի մասին ենք խոսում չէ դե դա էլ է ինչ որ լրտեսական ցանցի հա հետո նեղանում են համ խոստովանում են համ նեղանում են այն Աչապյանը Ստալինի ասենք հիշում ասում վայ Ստալինի վաղ սենցերն էցել Ինչ են խոսում էլի ասենք ընդհանրապես։ Իդեպ ռազմական հեղաշրջման ու Պապ Թագավորի ու մի բան էլ հələ բան է Պապ Թագավորն էլ է ինչ վնաս էր տվել Պապ Թագավորը Եկեղեցու զանգերը ձուլել էր եւ զենքեր սարքել եւ հարկման Ուրեմն հա ասենք թե լավ մեր հետ է խնդիրը ճակատամարտում հայտնի Զիրավի ճակատամարտում Բախտորոշ հաղթել էր ընդհուպ հասել էր նրան որ համարյա թե Տիգրան Մեծի ժամանակների մեծ հայքի ոչ ամբողջությամբ, բայց մի առյուծի բաժինը վերականգնել էր։ Բանակի թիվը հասել էր 100,000-ի։ Ինչ վատ, գիտեք ինչ էր արել։ Եկեղեցու այդ 10-րդ հարկը վերացնել էր։ Բանը կուսակրոն քահանաների թիվը կրճատել էր տվել։ Գլխավորը Կեսարիայից ուրեմն երբ կաթողիկոսը մահացավ, հաջորդ կաթողիկոսի ընտրության համար ձեռնադրման համար իրեն այլևս Կեսարիա չուղարկեց։ Կրկնում եք Պապ Թագավորի քաղաքականությունը եկեղեցի։ Չէ, ես ուզում եմ ասել, որ լավ, Պապ Թագավորի այդ խնդիրը ո՞րն է, որ Արշակ եպիսկոպոսը այտենց առհամարանքով է խոսում իր մասին։ Ինքը պետք է հիմա մեր սրբերի շարքում լիներ Պապ Թագավորը։ Այսինքն մարդը, որ մեր եկեղեցին անկախացրել է, ությունը խիստ է դատել Պապ Թագավորին։ Բայց ինչ հենց այդ եմ ասում, բա ինչի նա էլ է դեմ քայլեր է արել, ինչպես դուք այսօր։ Լսեք, ինքը երբ դարձավ թագավոր, այդ ժամանակ արդեն իսկ ուրեմն Արշակունիների եւ լուսավորիչների տոհմերը արդեն իսկ ունեին խնդիրներ, արդեն իսկ վեճի մեջ էին գտնվում։ Ինքը ներսես մեծին հրավիրեց արքունիք, փորձեց կամուրջներ կապել, փորձեց հաշտեցնել այդ երկու տոհմերին։ Այսինքն դա ասում են, չէ, չեն ասում դա։ Միանգամից բան արեցին, սկսեցին պիտակավորել այդ մարդուն։ Ինչ կեղտոտ վատ բաներ կար այդ մարդու մասին, ասեցին
Ու ես ոդել նույնց հպորտ ասում եմ փոխանակ ամաչի, ասենք փոխանակ ասի զգույշ չեղավ, չպետք է ասենք այդքան վստահեր ստեղի գործակալներին, բան գնաց ասենք այդ խնջույքին, բան ափսոսանք էլի հայտնի, անց ուրախությամբ, sense ասում եմ, տեսար ինչ եղավ պապ թակավորի հետ։ Փոխանակ տխրությամբ լացելով դա ասի։ Բայց շատերն են այս օրերին համոզմունք հայտնում, որ եկեղեցին հաղթելու է նոր Հայաստանին։ Լսեք, եկեղեցին։ Ախր այդ կլիշ այդ նարատիվն է եկեղեցին։ Եկեղեցին։ Հոգևոր Հայաստանը հաղթելու է նոր Հայաստանին։ Կլ եկեղեցին, ինչ ասել է եկեղեցի։ Ինչ ասել է եկեղեցի։ Բարձրագույն հոգևորականությունը հիմնականում։ Ոչ։ Դե այսօր այդպես է ընկալվում, պարոն։ Դե ընկալվում, դե այդպես է ընկալվում, որովհետև քրիստոնյա դուք կարող եք հավատ ընկալել։ Ընկալել տվել, ոչ, եկեղեցի բառը ինքնին գալիս է հունարեն էկլեսիա բառից։ Ժողով, եկեղեցին նշանակում է ժողով։ Այն է հավատավոր ժողովրդի ժողով, ամբողջություն, ժողով հավատավորները, որ միտեղ հավաքվում են, եկեղեցին ոչ թե շենքն է, եկեղեցին մարդն է, չէ՞, Քրիստոսն էլ ասում Պետրոս առաքյալին, դու ես վեմը եւ քո վրա պիտի կառուցեմ իմ եկեղեցին, այսինքն մարդու վրա, եկեղեցին մարդն է, մարդու վրա է կառուցված եկեղեցին։ Հավատավոր մարդկանց ամբողջությունը եկեղեցին է։ Հիմա վարչապետն ասում է, եղբայր, դու ուխտ ունես մեր բոլորի Կնեք եղբայր չի ասում, պորնկաբարո է ասում 1000 ներողություն հարգել։ Ինչ 1000 ներողություն, կանոնագրքի խոսքը, այսինքն այնտեղ մարդիկ կային, բայց էս ինչ բառապաշար է, Հենց ինչ բառապաշար է։ Չարենցյան բառապաշար է, ինչ բառապաշար է, ինչ բառապաշար է։ Ինչ բայրանցի, այսինքն բառապաշարի մասին եք դուք խոսում։ Հա։ Այ քեզ բան։ Ասո կանոնագրքի բառապաշարն է։ Կանոնագրքի բառապաշարն է, եղավ Չարենցյան մեր այցագույն պոետներից մեկի այ եղբայր չի ասում, էլի, ուրիշ բան է ասում։ Բայց քանի տարի այլ եղբայր ասես, քանի տարի։ Այ ինչու Քանի տարի կոշտացա։ Այն ժամանակ, երբ որ կներեք, էլի ես արդեն պետք է ասեմ, այն ժամանակ հեղափոխությունից հետո, երբ որ ցույց էր Վեհարանի դիմաց։ Այն որ մեղադրում էին մեզ, թե մենք ենք դրա հետևում կանգնած։ Այո, մինչև հիմա այնինչ, չէ, բայց ճիշտ հակառակն է եղել իրականում։ Այդ ցույցի մասնակիցներին հակառակը քաղաքական իշխանությունը հորդորել է չանել ցույց։ Եվ այդ մասնակիցները հետևել են այդ հորդորին եւ էլ չեն արել ցույցեր եւ հետո երկար տարիներ։ Այսինքն դուք եք ղեկավարում, որ ձեր հորդորը դադարեցրել ցույցը։ Չէ, այդ սխալ, էլի սխալ տրամաբանական եզրակացություն։ Եթե մենք ղեկավարենք, մենք չենք հորդորի, որովհետեւ մենք մեզ պետք չի որ հորդորենք։ Մենք հենա ինքներս կդադարեցնենք։ Հորդորում են ուրիշին։ Հորդորում են ուրիշին, Ռոբերտ ջան։ Մտահոգիչ չի։ Ինձ համար շատ ավելի մտահոգիչ է, ես ասում եմ, Արշակ եպիսկոպոսի հիացմունքը Պապ Թագավորի սպանությամբ։ Այդ դա պետք է մտահոգի եւ բոլոր այն մարդկանց, ովքեր հիացական, թե վայ Արշակ եպիսկոպոսը, բան, այդ թող մեծ այդ հարցը տան, ասեն ինչ ես, մեծ էլ թող լրագրողներ, ասեն ոնց եք գնահատում դուք Պապ Թագավորի սպանությունը։ Լավ բան է եղել մեր պատմության մեջ։ Պատկերացնում եք, եթե Պապ Թագավորը ինքնամենը 4 տարի կառավարեց, բայց մեր պետության կյանքը երկարացրեց 50 տարով, եւս 50 տարով։ Պապ Թագավորի ռեֆորմների շնորհիվ է, որ մեր պետությունը Պապ Թագավորով չվերջացավ, այլ եւս 50 տարի Վարչապետն ուզում է նմանվել Պապ Թագավորին որպես գործիչ։ Հայաստանի կյանքը երկարացնելու Վարչապետը փորձում է լուծել մեր պետության առջև ծառացած խնդիրները։ Այո, թե ոչ, պարոն Եղոյան։ Ես գիտեմ, որ իշխանության գալուց հետո վարչապետ Փաշինյանը Գիտությունների ակադեմիայից նաև Պապ Թագավորի մասին գրականություն է խնդրել։ Թվում է դուք փորձում եք արդիականացնել Պապի քաղաքականությունը մեր օրյա շրջանում։ Ամոթ բան չի, եթե այդպես է։ Չէ, ուղղակի պատմությունը բան չի, էլ այդպես Xerox-ով չի լինում, էլի, ասենք 4-րդ դարը չես կարող ուղղակի Xerox անել, բերել դնել 21-րդ դարի վրա, բայց նմանություններ կան, բայց Xerox չես կարող անել պատմական կոնտեքստը, էլի։ Բայց տեսեք, եկեղեցին ունի եւս մեկ պաշտպան, Ռուսահայ գործարար Սամվել Կարապետյանը ձեզ փոքրիկ խմբակ է անվանել եւ ասում է դուք մոռանում եք հայոց պատմությունը եւ եկեղեցին հարձակվել եք եկեղեցու ժողովրդի վրա եւ քաղաքական գործիչները եթե չկարողանան այս process-ը կանգնեցնել ինքը կմիջամտի այդ դուք ունեք մտահոգություն պարոն Կարապետյանի հավանական միջամտության պարոն Կարապետյանի միջամտության շուրջ մտահոգություն չունեմ բայց մտահոգություն
ունեմ թե ում անունից ինքը պիտի միջամտի։ Այդ դրա շուրջ, դա էլ պիտի ինքը ասել ում անունից է ինքը խոսում։ Իր անունից։ Որպես հայ առաքելական եկեղեցու հավատավոր զավակ։ Իսկ դուք ինչ որ այլ ենթադրություններ։ Եթե հայ առաքելական եկեղեցու հավատավոր զավակ է որպես խոսում, իրեն էլ պիտի հետաքրքրեն հայ առաքելական եկեղեցու կանոնագրքի կոպտագույն խախտումները, օրինակ։ Եթե խոսում է որպես Ռուսաստանում բնակվող ազգությամբ հայ գործարար մեծահարուստ մարդ, միգուցե Ռուսաստանի հայ համայնքի անունից է խոսում, դա էլ ասի իմանանք, բայց դրա համար կարծեմ մեր հայ համայնքը այնտեղ ունի կազմակերպություն, որը ունի ղեկավար։ Նա դա էլ է պետք ճշգրտել։ Եթե ավելի պետական կառույցների անունից է խոսում Ռուսաստան պետությունը ներկայացնող, դա էլ միգուցե ասի, որպես ով է ինքը հանդես գալի, որ ասում են մենք մեր ձևերով, այսինքն ովքեր են իրանք եւ որոնք են իրենց ձևերը։ Ինչ է նշանակում քաղաքական գործիչները եթե չանեն, այսինքն ինքը քաղաքական գործիչ չի, պետք է հանեցինք։ Որպես քաղաքացի չի, թե է, որպես գործարար է, թե ոչ, թե որպես միգուցե Ռուսաստան պետության ոչ պաշտոնական ներկայացուցիչ է խոսում։ Դա էլ թող մանրամասնի։ Թող բաց խոսենք մարդիկ դժվար մանրամասնի բան, բայց ավելի լավ կլինի, որ այդ ամեն ինչը անելուց առաջ պարոն Կարապետյանը զբաղվի մեր էներգետիկ կայունության հարցով եւ զբաղվի մեր հեծի խայտարակ վիճակով եւ զբաղվի իր խոստացած ներդրումները մեր հեծում անելով եւ հետեւի, որ այդ ներդրումները ճիշտ հասնեն իրենց տեղ, որ այս խայտարակ տատանումները մենք չունենանք մեր հոսանքի եւ կարողանանք ընդհանրապես զարգացնել մեր էներգարտադրությունը եւ զբաղվել կտրեմ, հա, միգուցե ինքը այսօր հաստատ ձեր չի արձագանքի, որովհետեւ ձերբակալվել է Սամվել Կարապետյանը Factor TV տեղեկություններով, հատուկ ջոկատայները այս պահին խուզարկում են նրա Երևանում գտնվող տունը, իսկ մեդիաներից մեկը այսօր եմ հղում անելով իր աղբյուրներին գրել էր, որ Ուլնեցի փողոցում ձերբակալվել է Սամվել Կարապետյանը, վրեժ է, հա, իշխանությունը վրեժ է լուծում քննադատության պատճառով բանյողյան։ Վրեժ։ Դե վարչապետը բավականին դուք Factor TV-ն այն մեր եզակի անկախ մամուլն է, հարց եմ տալի, ինչպես ասում էր պարոն Արշակյանը, ամեն հարցական նշանով նախադասություն չի, որ հարց է։ Այսինքն վրեժ է։ Հարց եմ տալիս, ասեք ոչ։ Վարչապետը ասել էր 18+ բառապաշա եմ օգտագործում հարգելի հեռուստադիտող։ Էլի հեսա կանոնագիրքը կկարդաք, հեսա կանոնագիրքը չարենց կկարդաք, կասեք 18+։ Հոգևորականները եւ նրանց պոռնկաբարո բարեգործները ինչու են ակտիվացել, ոչինչ կպասիվացնենք։ Սա է պասիվացման, Սամվել Կարապետյանին պասիվացնում եք ձերբակալելով։ Այո, թե ոչ։ Ձերբակալելն ինչ որ պատճառ կա դրա համար, ես հիմա ինչ ասեմ, ես ձերբակալողների բան քաղաքական հետապնդում չի, պարոն Եղոյան։ Բայց չէ՞ որ պարոն Կարապետյանը հստակ ասել է, որ ինքը քաղաքականությամբ չի որ զբաղվում է։ Քաղաքական հետապնդման կարող են ենթարկվել քաղաքական գործիչները, իսկ ինքը ասել է, եթե քաղաքական գործիչները չզբաղվեն, մենք կզբաղվենք, իսկ թե ովքեր են меньքը, այդ դա պետք է հստակեցվի։ Հիմա տեսնենք, երբ որ ազատվի, թող, չգիտեմ, երբ որ բաց թողնեն։ Ինչ գործով է։ Ես չգիտեմ, նոր ձեզանից լսեցի։ Ես նոր ձեզանից լսեցի։ Գրած չի դա։ Հնարավոր է հետի հետ կապված ինչ-որ խնդիրներ կան, որ իշխանությունը շատ ծանր է տանում հատկապես այդ լույսերի անջատման process-ը, որ կառավարության նիստում կամ որևէ պաշտոնյա ասոլիսում տեխնական։ Լավ, եկեք մի հատ այլի բովանդական։ Մարդիկ չէ, ախր այդ էլ էլի հասկանանք։ Ես այդ հարցով շատ երկար ժամանակ զբաղվել եմ, որովհետև դա նաև մեր եվրոինտեգրման ուղղություններից մեկն է եւ մեր Հայաստան-Եվրամիություն համաձայնագրով ստանձնած բարեփոխումներից մեկն է, էներգոհամակարգերի կայունություն։ Ինչը տեղի ունենում այնտեղ։ Մարդիկ պիտի ներդրումներ անեն, ներդրումներ պիտի անեն։ Պիտի լարերը, տրանսֆորմատորները, չգիտեմ, այդ հաղորդիչները, ենթակառուցվածքները արդիականացվեն։ Պիտի արդիականացնեն, այսինքն պիտի հին լարը հանեն, նոր լարը դնեն, դա արժի գումար, հա, հին տրանսֆորմատորը հանեն, նոր տրանսֆորմատորը դնեն։ Բացի այդ, չպետք է չարաշահեն իրենց մոնոպոլ դիրքը, չպետք է ստիպեն նոր բաժանորդներին, որ գնան եւ տրանսֆորմատոր առնեն իրենց այդ փոխկապակցված ընկերությունից։ Երբ որ շուկայի ազատականացումը տեղի ունենում, չպետք է իրենց այդ փոխկապակցված ընկերություններին տանեն դնեն շուկայի ազատ հատվածում եւ նրանք էլ իրենց հերթին գնան
ստիպեն որակավորված սպառողներին, որ անպայմանորեն հոսանքը գնեն հենց այն մատակարարից, որը որ փոխկապակցված է հեծի հետ։ Մա ամեն ինչ ասեմ։ Այն ասեցի, ասանք։ Հակամոնոպոլ հարցերով կա, չէ, Հայաստանում այո, եւ պետք է զբաղվի հակամոնոպոլ չի բանն է։ Մրցակցության պաշտպանության, չէ, դե քանի որ տեսեք, հեծը ինքը բնական մենաշնորհ որպես բաշխող, սա շատ կարևոր է։ Բայց ինքը այլ շուկա է, ներխուժել ձեր ասածից դուրս է գալիս։ Այո, հիմա ինքը դուրս է, բայց դա ես ասում եմ, դա այսպես պաշտոնապես տեղի չի ունենում։ Դա տեղի է ունենում փոխկապակցված ընկերությունների միջոցով։ Նա չի անում, հերիք չի։ Մի բան էլ հայոց պատմության դասեր է մեզ տալի։ Քեզ բան Համա հայոց պատմության կներեք էլի ասենք Դանակը ոսկորին է ասել պարոն Կարապետյանը հարկադրված է պաշտպանել եկեղեցուն ձեզնից պարոն Եղոյան այդպես է դուրս գալիս Բաներով դաշնակցական դասագրքերով սովորել հայոց պատմությունը թե բանով Ես չգիտեմ թե միայն Եղիշեով պատմիչով Ամեն դեպքում միայն Եղիշեն չի էլի Ես վստահ եմ մեկնաբանությունները եւ միայն Եղիշեը կարդացել միգուցե եւ տենց վարչապետի գրառումից հետո է դեպքը տեղի ունենում պարոն Եղոյան դա ինչ է նշանակում Նշանակում է հրահանգվել է իրավապահներին զբաղվել պարոն Կարապետյանով Ես դա չեմ կարող ասել բայց եթե վարչապետի գրառումից հետո է տեղի ունենում Ես հատուկ դրա համար այսօր հիշում եք իմ հարցը կրթության նախարարին որ նաեւ սովորացնեն դպրոցներում տարանջատել իրար հետևից տեղի ունեցող գործողությունները, իրար հետևանքով տեղի ունեցող գործողությունները։ Հիմա սա հետևանքով էր։ Ոչ միշտ է, որ միմյանց հաջորդող գործողությունները մեկը մյուսի հետևանք է հանդիսանում, բայց մեկ-մեկ էլ մեկը մյուսի հետևանք է հանդիսանում։ Այդ տեսեք, ձեր որպես իշխանություն խնդիր չի պարոն, որ նման ձերբակալություններ, քրեական գործեր եւ այլն տեղի են ունենում Այն դեպքում, երբ որ այս մարդիկ հանրայնորեն դրսևորվում են իշխանության դեմ, եւ սա տալիս է տեղիք ասելու, որ սա հետապնդում է քաղաքական։ Նույնը Վանաձորի քաղաքապետի պարագայում, էլի դեպքեր կան։ Նախ տեսեք, դուք էլի կիսատ եք ասում, ինքը քանի անգամ Ավելի վաղ թող ձերբակալեն, ինչու է հարցազրույցից։ Դա ձեր հարցի պատասխանն է։ Ինքը քանի անգամ, հիշում եք, քանի անգամ ասել է, որ պետք չի, ուրեմն Եվրամիության անդամակցության օրենքը ընդունելուց էլ կարծեմ հայտարարություն տարածել, հիշում եք 3 ամիս առաջ։ Այո։ Հիշում եք։ Հիշում եմ, այո։ Բա ինչի չեք ասում, բա հենա։ Բա ինչի 3 ամիս առաջ։ Բա 3 ամիս առաջ անմիջապես չէր սպառնում այդ հարցը, բան։ Չէ, ոնց ասում եք, որ դա խնդիրներ կառաջացնի ԵԱՏՄ-ում, ուշքի եկեք, քանի ուշ չի սա արեք, նա արեք։ Դրանից առաջ էլի տարբեր առիթներով հայտարարություններ տարածել է։ Եկեք մեր հարցազրույցը ավարտենք մի հիասքանչ թևավոր խոսքով։ Սա ձեզ համար Կալուգայի Նիժնի Տապրի գեղը չի, սա Հայաստանի Հանրապետությունն է, հույս ունեմ պետության համը բերաններդ կմնա, գուշակեք հեղինակին, պարոն Եղոյան։ Գուշակելու կարիք չկա, ես վարչապետին շատ շուտ ոնց եմ ճանաչում, այո, ճիշտ է ասել։ Շնորհակալ եմ, պարոն Եղոյան, կհետևենք իրադարձությունները, Factor TV-ում հյուրընկալել ենք Արման Եղոյանին։